անկեղծ ասած սահմանադրական դատարանի կազմը այդպես անգիր չգիտեմ, գիտեմ, որ 1-2 հոգի առնվազն նշանակվել են Փաշինյանի կառավարման տարիներին եւ նրանցից առնվազն մեկը գիտեմ, որ Փաշինյանի կուսակցական գործընկերն է եղել։ Ամենայն դեպս կարծում եմ, որ սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է եւ բարձրագույն դատական մարմինն է եւ ակնկալում ենք, որ արդարացի օրենքի տառին եւ ոգուն հատկապես համապատասխանող որոշում կկայացնի։ Մենք քիչ առաջ մուտք արեցինք մեր դիմումը, որը նույնպես պահանջում ենք ուրեմն չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, քանի որ մենք մեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, կարծում եմ ծանոթ եք դրան, մի շարք դրվագներով ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մեզ մոտ խորը մտահոգություններ կան եւ կասկածներ կան դրա արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության վերաբերյալ։ Խոսքը վարչական ռեսուրսի համատարած կիրառման մասին է, խոսքը ուրեմն հանրային ռեսուրսների, այդ թվում նաեւ հանրային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության ուրեմն միակ ոչ հավասարաչափ բաշխման մասին է, խոսքը ընտրակաշառքների վերաբերյալ պարբերաբար եւ անընդհատ հնչող հայտարարություններն են, որոնք մեր կարծիքով պետք է կոնկրետ գնահատական ստանային, բայց կարծում ենք, որ ելի քաղաքականապես մոտիվացված գնահատական են ստացել եւ ի վերջո այո կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 14-ին կայացած որոշումն այն մասին, որ այսինքն հրաժարվելը 3 հայտնի տեղամասերում ընտրության վերաքվեարկություն նշանակելը մենք կարծում ենք, որ մի քանի հազար ընտրողների կամքը անտեսելը ամենևին էլ չի բխում օրինականությունից եւ սահմանադրականությունից եւ հույս ունենք, որ դատարանը արդարացի որոշում կկայացնի։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը անդրադարձել է կոնկրետ ձեր մատնանշած վերջին դրվագին, ասել է, որ դա այդ համապատկերում իրավիճակ այսպես չէր փոխելու, որովհետև արդեն պարզ էր մնացած ընտրատեղամասերի հաշվարկներից, որ ինչպես են բաշխվելու ԿՎՆ-ները։ Այս պարզաբանումը մենք տեղյակ ենք, որ Փաշինյանը հավակնում է լինել երկրի գլխավոր թատերական մեկնաբանը, գլխավոր սաղմոսերգուն, հոգևորականը, տնտեսագետը, դիվանագետը, բայց մենք համաձայն չենք, մենք չենք պատրաստվում հաշտվել այդ բոլոր ոլորտների ուզուրպացիայի հետ, առավել եւս համաձայն չենք այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է դատական իշխանությունը իդեմս սահմանադրական դատարանի, կարծում ենք իրենց խոսքը կասեն։ Կարապետյանը առաջարկում է ընտրությանը մասնակցած ուժերին միավորվել, կոնսոլիդացվել, ինչպես է դիտում այս առաջարկը։ Եթե ընդդիմադիր որևէ գործիչ կարծում էր, որ պետք է, գիտեք, միասնական ընդդիմության գաղափարը մի քիչ այդպես քիմերա է, եթե որևէ գործիչ կամ գործիչներ կարծում են, որ պետք է միասնական հանդես գալ, կարող էին դա անել ընտրություններից առաջ, մեր գործողությունները բացառապես հանուն Հայաստանում օրինականության հաստատման եւ լեգիտիմ իշխանությունների մենք առաջարկ կարծում եմ չենք ստացել այդպես։ Եթե ես արդեն ասացի մեր դիրքորոշումը դրա հետ կապված։ Հանրահավաքի կմասնակցի հնարավորություն տեսնում եք միասնական հանրահավաքի մասնակցելու եւ այլն։ Մենք կատարել ենք մեր գործողությունները, շարունակում ենք կատարել մեր գործողությունները, քաղաքական դաշտում գտնվող այլ գործընկերները, այլ ուժերը կարող են իրենց գործողությունները դասավորել իրենց պատկերացումներին համապատասխան։ Ծրագրերում դուք որքան քվե ստացաք ձեր։ 25,000-ից ավել։ Եք ասում, որ այդ քվեները գնաց Նիկոլ Փաշինյանին։ Այդ քվեները չի գնացել Նիկոլ Փաշինյանին, այդ քվեները մեր քաղաքացիները տվել են մեր ուժին եւ դրա համար մենք շնորհակալ ենք նրանց։ Դրանք հատիկ առ հատիկ ես կարծում եմ, որ նույն կերպ կարելի է ցանկացած դա կեղծ խոսույթ է, այդպես կարելի է ցանկացած քաղաքական ուժին ներկայացնել պրետենզիաներ, թե ինչու են մասնակցել, ինչու է, չգիտեմ, Ծառուկյանը մասնակցել, ինչու է Սամվել Կարապետյանը մասնակցել, ինչու է Քոչարյանը մասնակցել, չեն ափսոսում իրենց ձայները։ Ինչ են անցել, իսկ իրենք ասում էին, որ անցնելու են եւ դառնալու են ընդդիմություն, իրենք ասում էին, որ պետք է իշխանություն վերցնեն։ Քաղաքական ուժի ղեկավարը իրեն ավելի է պատկերացնում, քան կա։ Ահա,
շատ լավ։ Եվ իսկ այն որ մարդիկ ասում են 60-70%-ով կամ չգիտեմ հայտարարություններ են անում եւ տակը տիտրեր են դնում, որ Հայաստանի ապագա վարչապետ, դրանից հետո դուք այդպիսի հարցեր տալիս եք, խնդրում եմ գնացեք եւ այդ մարդկաց այդ նույն հարցերը տվեք։ Մենք մասնակցել ենք մեր ծրագրերողություն, մենք մասնակցել ենք մեր ծրագրով եւ մեր պատկերացումներով, մենք մեր գաղափարներն ենք փորձել ներկայացնել հանրությանը եւ ստացել ենք այնքան ձայն, որքան որ ստացել ենք եւ դրա համար շնորհակալ ենք հանրությանը։ Եվ վստահաբար, եթե գտնենք, որ նպատակահարմար կլինի հաջորդ ընտրական process-ներին մասնակցել, կմասնակցենք հաշվի չառնելով այն բուլինգը, որը դուք փորձում եք անել։ Ոնց է այլ ուժերի հետ միավորվեք նոր մասնակցեք։ Ներողություն։ Անցողիկ շեմը չեք հաղթահարում։ Եթե այլ ուժերի հետ միավորվելու նպատակահարմարություն լինի, նաև կքննարկենք այդ հարցը։ Համենայն դեպս մենք մասնակցել ենք այնպես, ինչպես մասնակցել ենք, եւ արդեն ապագա կամ եթե վերակվյարկություն կնշանակվի Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, մեր գործողությունների մասին հանրությանը կտեղեկացնենք։ Նույնիսկ եթե չէ, ինչ եք անել։ Եթե չէ։ Այսինքն եթե Սահմանադրական դատարանը չի բավարարում ձեր պահանջը ընդդիմության եկեք խնդիրները լուծենք ըստ դրանց առաջանալու հաջորդականության։ Հիմա կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, հետո արդեն որոշում կկայացնենք։ Պարոն Կարապետյան, ձեր ակնկալիքը ո՞րն է Սահմանադրական դատարանից։ Դուք կարծում եք, որ այս ընտրությունների արդյունքներով, ամենայն դեպս պաշտոնական արդյունքներով չհաղթահարելով շեմը, խորհրդարան մտնելու շեմը, այստեղ ինչ որ հեղափոխություն պիտի տեղի ունենա կամ հենց դա եք ակնկալում, որ դուք պիտի հայտնվեք ապագա խորհրդարանում։ Շնորհակալություն։ Մեծ հաշվով այստեղ որևէ մեկին ձայները ավելացնելու կամ պակասեցնելու մասին չի հարցը։ Այդ թվում նաև մեր ձայները ավելացնելու կամ պակասեցնելու կամ ինչ որ քաղաքական խնդիր, կարճաժամկետ, այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների ձևավորման օրինականությանն է վերաբերում։ Մենք գոյություն ունեցող փաստերի համադրմամբ ունենք հիմնավոր կասկածներ, որ եղած պայմաններում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ է դրվում, դրա համար մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, որպեսզի այդ կասկածները փարատվեն եւ հուսով ենք, որ Սահմանադրական դատարանը, ինչպես սկզբում ասացի, օրենքի տառին եւ հատկապես ոգուն համապատասխանող որոշում կկայացնի։ Սահմանադրական դատարանում բացի Արման Դիլանյանից մնացյալ կազմը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից, դարձել հիշեցնեմ։ Շնորհակալություն ձեր ֆակտ չեկի համար։ Իսկ ինչ եք կարծում, ինչ պետք է անել։ Եթե դատարանների մեծ մասը նշանակվում է գործադիր իշխանության կողմից կամ ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, այդ դեպքում որևէ իրավական գործընթացի վրա պետք է հույս չդնել։ Սա քայլերից մեկն է, կտեսնենք ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, հետո կշարժվենք առաջ։ Ասում եք իշխանությունը լեգիտիմ չի, խորհրդարան անցած ընդդիմությունը լեգիտիմ է, քանի որ նաև խոսեցիք, որ ընտրակաշառքների Մենք համար ասացինք իշխանությունը լայն իմաստով խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկածելի են, հետևաբար դրա հետ կապված ձևավորված իշխանության լեգիտիմությունը հարցականի տակ է։ Ընդդիմությունը լեգիտիմ է։ Այդ թվում նաև ընդհանրապես խնդրում եմ եկեք այդպիսի սքոլաստիկ հարցերի մեջ չմտնենք, իշխանությունը լայն իմաստով լեգիտիմությունը հարցականի տակ է։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանի հրավիրումը թե ոչ։ Խոսում ենք ընտրությունների արդյունքների մասին, եթե ընտրությունների արդյունքները հարցական են, հետևաբար այն բաշխվածությունը, այն կոնֆիգուրացիան, որը ձևավորված է ազգային ժողովում, հարցականի տակ է։ Իսկ ինչով եք դուք հարցականի, ինչ փաստարկներ եք բերում, որով դնում եք հարցականի տակ։ Ինչ եք բերել Սահմանադրական դատարան հիմքում, ինչ եք դրել ձեր։ Առաջին հերթին 3 հայտնի տեղամասերում վերակվյարկություն չանցկացնելու ԿՀ-ի որոշումը, վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը, ընդդիմախոսների նկատմամբ գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի, վերբալ ահաբեկման դեպքերի, նաև ուրեմն բանտարկությունների եւ ուրեմն ռեպրեսիվ գործիքների կիրառման հետ կապված, ինչպես նաև ընտրությունների լուսաբանման հարցում անհավասար պայմանների եւ մի շարք այլ դրվագներով։ Ասում եմ, ես կրկոտ հռետոր եմ։ Ես շատ հաճախ էմոցիոնալ եմ։ Ես կարող եմ համաձայնվել այդ տեսակետի հետ, բայց դա չի նշանակում, որ նրա գործողությունները միշտ են օրինական եւ տրամաբանական։ Շնորհակալություն։ Չեք ուզում պատասխանել
Սամվել Կարապետյանի հրավիրած հանրահավաքին հնարավոր է մասնակցել քննարկումներ։ Օր նշանակված է։ Դե եթե օր կնշանակվի այն ժամանակ որոշում կայացնենք։ Բայց այդ հարցը չի քննարկվել կուսակցությունում, դա վստահաբար կարող է մասնակցել։ Պայքարին կմիանաք։ Մենք ներկայումս իրավական ճանապարհով ենք փորձում օրինականության վերականգնմանը հասնել, տեսնենք թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի։ Շնորհակալություն ձեզ։